իր դեպքում դա կոնկրետ սահմանադրական կարգի տապալման փորձ էր։ Ամեն վարքյան կարող են իրան այդ պատճառը, որովհետև ինքը ընդունել է այդ արդյունքները, այդ արդյունքներով դարձել է падգամավոր եւ որևէ պատճառ ինքը չուներ դրա դեմ։ Սահմանադրության ուտրական օրենսգրքի հանրապետական կուսակցություն ում կուզեր կառաջադրեր, այսինքն կուզեր եւ ինչքան կուզեր։ Դրանից հետո կարող էր հանրապետական երկրի նախագահը, որ ուզում էր դառնալ երկրի վարչապետ, կարող էր 500 անգամ դառնալ։ Որովհետեւ իրենք ընդունել էին այդ պայմանը։ Այլ կլներ, որ ոչ ընդունեին այդ սահմանադրական հանրակրվեին խորհրդարանում չլնեին եւ այդ խորհրդարանի ամեն ինչի դեմ լինեին, այսինքն արտախորհրդարանական ցանկացած ուժ այնտեղ կողքերը մարդիկ կային, չէ՞, ասենք օրինակ Դավիթ Սանասարյանը կարող էր դա անել, բայց Նիկոլը չէր կարող։ Բայց ինչ եղավ։ Աշխարհաքաղաքական Բևեռներ իրենց 5-րդ Չարասյանը 6-րդ Չարասյան հետ բերեցին իշխանության։ 6-րդ Չարասյանը բացի որն է, որ հերոստատողները Հա, ուրեմն 5-րդ Չարասյանը այն խմբերն են, դա կլինի հասարակ ՀԿ-ներ, կլինի դա աղանդավորականների շարժումներ կլինեն, դա կլինի ինչ-որ դրսի ֆինանսավորման մասնագիտական խմբեր կլինեն, անալիտիկ կենտրոններ կլինեն, այն խմբերն են, որոնք աշխատում են թշնամու համար։ 6-րդ Չարասյանը իշխանության մեջ գործող այն առանցքային պաշտոնյաներն են, որոնք պետք է ապահովեն 5-րդ Չարասյան աշխատանքը։